Ձեզ վստահաբար եմ ասում, Փաշինյանը առանց քվեները հաշվելու, երբ որ տեսավ 70-80% մասնակցություն, Փաշինյանը այդ օրը փախնելու է, չէր սպասելու քվեների հաշվելուն։ Հաստատ բան եմ ասում, որտեղ ինքը գիտի այդ 70-80%-ի կեսը փողոցում է, հաջորդ օրը լինելու, որտեղ ինքը թվերը պիտի կեղծի։ Իսկ կեղծելու ժամանակ արդեն քվեների պաշտպանության ժողովուրդ կա։ Բայց այդ ժողովրդին պիտի բերես մոտիվացիոն դաշտ։ Ես նորից եմ կրկնում, հունիսի 7-ը 2026-ի հունիսի 7-ը 1918-ի մայիսի 28-ի Սարդարաբադի կռիվն է։ Թուրքը գալու է այստեղ, մենք որպեսզի չլնենք։ 18 թվին կռիվ տվեցինք, հաղթեցինք, անհնարին բան արեցինք։ Անհնարին բան արեց Դրոն Բաշաբարանում։ Իրանից հրետանիով, հեծելազորով, հետևակով, կարգով ավել ադրբեջանցիների դեմ տարավ։ Ես որպես զինվորական առաջին անգամ որ այդ մանրամասները ուրեմն անձամբ դրոն պատմա 52-53 թվականին։ Եվ եթե Բաշաբարանում մենք պարտվեինք, Սարդարաբադի թիկունքը բացվում էր, մենք այնտեղ բարձր թուրքերը կողքցել էին խփելու։ Ինչ անում։ Այս ամեն ինչը հաշվի առնելով Հեծելազորը վերջում է կռվի մտնում հրետային նախապատրաստություն, հետո հետևակ վերջում Հեծելազորը ոնց որ տանկեր ճեղքեր։ Եկ ինչ անում։ Հրաման է տալիս առավոտ ժամը 4-ին դույսը չբացած, մթն շախով, թուրքերը լը սպասում են որ հայկական հրետանին պետք է կրակի, հետո իրանք պետք է կրակեն, աշկերը բացվում մեկ էլ Հեծելազորը վերներն է գալիս։ Եթե այդտեղ Հեծելազորին թուրքերը ոչնչացնեին մեր Հեծելազորին, հանկարծակի չգային ու խոճապի չմատնվեին, իրանք հաղթում են, որտեղ Հեծելազորը ամենակարևոր ուժն է, թուրքերը սկսում են փախնել։ Դրոն Բաշաբարանում ընդ որում Հեծելազորի առիթի բաժինն էլ, ես ասում եմ, այդ ժողովուրդը լրիվ 100% իրավունք է, հայրս հետ հավասար իրավունք է ստացել ստեղ ապրելու մեր հետ հավասար բոլոր իրավունքներով, քրդեն, եզնիներն են ելնում, Ջահանգիր աղայի ու Սուբեի ջոկատներն են ելնում, այդ Հեծելազորի մեծ մասը։ Հիմա սա ինչի համար եմ ասում, մարդիկ գոյութենական կռիվ են տվել, նահանջ հետ չկա, այդ նավերը այրված է։ Հունիսի 7-ին մեր լրիվ նավերը այրված է, մենք նահանջելու տեղ չունենք։ Թուրքերը կգան, իրանց ատամները, այն Արամ Սարգսյանը Զավենի ասում է, կգնա ատամնաբուժարաններում, չգիտեմ, թուրքերը կգան հերթ կգան, բայց մի պարզունակ հարց։ Նույն հոգեբանությամբ ապրում էին Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան Հայաստանի մի մասում հայեր, որ անցավ Թուրքիայի տակ։ Ուր են այդ հայերը։ Ուր են այդ հայերը։ Ամենամեծ հայերից մեկը Զորաբը, որը պարլամենտի անդամ էր, ուներ շատ ընկերներ ազգությամբ թուրք։ Թալյաթը, որը ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է, Թալյաթ հետ նարդի են խաղում, երկու падգամավոր։ Նույն Զորաբի գլուխը պարլամենտում քարերով ջարդեցին, պահ եկավ, տեղ եկավ։ Հիմա թուրքի ինչ է կարծում, Ալթայից դուրս եկած խաշնարած ցեղերը ոնց դարձան երկիր մոլորակի խաչմերուկի տեր։ Ոնց։ Այսպես, նաև այսպես, խափելով, կաշառելով, բռնությամբ, դաժանությամբ, հա, խորագիտությամբ կայսրություն ստեղծեցին։ Կոստանդնապոլիսը ոնց վերցեով մի ամբողջ կայսրություն։ Իսկ եթե ձեր կարծիքով թուրքերը փոխվել են, ինչի՞ չհանդուրժ, սպասեք, ինչի՞ չհանդուրժեցին 3 տարի առաջ, ինչի՞ չհանդուրժեցին, որ Արցախում, ասենք, ապրի 1000 հայ։ Ոնց թուրքերը 44 օրյայում հիմնական պատերազմը վայելեն Թուրքիայի։ Ինչի՞ պիտի հանդուրժեն, որ Հայաստանում հայ ապրի։ Հիմա բացատրեք, տրամաբանեք, ինչի՞ պիտի հանդուրժեն։ Հիմա նայեք, կար բրիտանա-թուրքական թուրան, որը սկսվում էր այդ մեծ կայսրությունը, սկսում էր Ալբանիայից, վերջանում էր Չինաստանի եւ Ղազախստանի սահմանով, ներառելով միջինասիական բոլոր հանրապետությունները։ Հիմա բրիտանա-թուրքական թուրանը փոխվել է ամերիկա-թուրքական թուրանի։ Նպատակը Հայաստանը, եթե քարտեզով նայենք, ինքը սեպա աշխարհագրորեն խրված այդ երկրները իրար կապող աշխարհագրական ցամաքային ճանապարհին։ Սեպ ենք։ Հիմա տարբերակ մենք Փաշինյանը իր կողմնակիցներին համոզում է, ասում է մենք այդ սեպը, որը լավ տաշենք, սպասարկման տարածք դարձնենք, այսինքն Հայաստանը դառնա մեծ քարվանսարա Թուրքիայի, Ադրբեջանի համար, տրանզիտ երկիր, մեքենաները, բեռնատարները, ինչ ուզում անում են։ Ստեղ էլ մենք սպասարկում ենք, տղամարդիկ հանքերում են աշխատում, կանայք կաֆեներում, ռեստորաններում, երեկոյան բարերում, գիշերն էլ հյուրանոցներում։ Մենք սպասարկում ենք։ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, որ ասում է առևտուր կանենք։ Մարմնավաճառությունն էլ է, չէ, առևտուր։
Ինք չի ասում առնա, բայց ես եմ ասում։ Այսինքն Հայաստանը դառնում է սպասարկման ոլորտ։ Հիմա դա իրանց տեսանկյունից, ասում եմ մենք որ ամեն ինչ հլուհունազանդ ուզեն տանք, մենք կմնանք այստեղ։ Հիմա ես Թուրքի տեսանկյունից նայում, այս հսկայական կայսրություն, որ սարքում է, այս փոքր հայկական սեպը խիպտի մնա, այստեղ խիպտի հայ լինի։ Անտրամաբանական այստեղ հայ լինելը։ Գլխացավան գործա։ Վաղը ռուսը, պարսիկը, հույնը, սերբը փորձելու են ոտատեղ, չէ՞ այստեղ դնեն, որտեղ հայ կա։ Հիմա այս մարդիկ վերջնականապես հայերին ստեղից մաքրելու են։ Հիմա մաքրելու տարբեր ձևեր կար, Արցախը զենքով մաքրեցին։ Ստեղ աշճանաբար իբր խաղությամբ վաղը չեմ իսօրը պահ եկավ զենքով են անելու։ Հետո Նիկոլը ասեց՝ «Վայ, սխալվեցինք»։ Ես թիվ 1 պատասխանատու եմ, բայց թիվ 1 մեղավորն էի։ Չէ։ Հա, Մայամիից կամ չգիտեմ, բանը Տորոնտոից Մեր աչքի առաջ ունենք 2 հզոր դիմադրություն։ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները եւ հայ առաքելական եկեղեցին վեհապարհոր առաջնորդությամբ կամ ժողովուրդը եւ քաղաքական ուժերը կգնան այդ ճանապարհով եւ մենք հույսի փոքր նշան կունենանք, որ կարտնացնեն այդ մոտիվացիան ժողովրդի մոտ։ Ժողովուրդը կգնա ընտրության եւ կգիտակցի, որ սա իրավ վերջին կռիվն է, կամ այն ինչ որ ծրագրել են թուրքերը կիրականանա ոչ թե սենց տարիների ընթացքում, ամիսների, ժամերի ընթացքում, այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում։